Ողջույն, Բագրևանդում եմ, Դավիթը մտավ ստեղ, տղաս, Բաչերիա կոչվում, ասեց թե լավ խոզի մատեր կային մի վաղ, տնամ ունեն, վերցնենք, ինչի տենց որոշեց չգիտեմ, հեսա գա ու գնանք, հա, մարտի 12-ն հա, այս ճանապարհով են գնալու, 2-ին 15-ա պակաս ու 13 աստիճանա։ Հա, պարզվեց իրա համար է առնում, ասում եմ պարզվեց քեզ համար ես առնում, որտեղ մեր տանը կա ճաշ, ողջույն Դավիթ ջան, դու էլ չգիտես հա, որ նկարում, դե գնացինք, ժամը 5-ին պետք է տանը ելնենք մեր, կամ 4:30 Գնացինք Բագրևանդ փողոցով, Բագրևանդ թաղամասով, դե ոչ ստեղ միտեղ, ինժեներական քաղաք կա կառուցած, գիտես որն է, մի հատ տեղ կանգնել է, տենանք ինչ են արել, ինչ չեն արել, մենք մի անգամ Ալիսայի հետ եկանք մանրամասն, իրանք ծրագիր էին այդտեղ իրականացնում ինչ-որ, բայց այդ շուտ էր, ինչ է, հա, խարիսխ, խարիսխ ինչ է, գիտես? Յակր, ես հա? Դե կանգնի միտեղ, կանգնի գնանք ցեխոտվենք գանք, այո, ես ինչ մեծ, լուրջ շինություն է, եկեք մի հատ են ցուցանակիցը սկսենք, հա, երևի։ Ստեղ մի անգամ այս առանձնատներից մեկում գործ էինք անում ու ստեղ ուղղակի սենց քանդած, վարած, հələ ոչ մի բան չկար այն ժամանակ ու տանտիրոջը հարցրեցի ինքը, առաջ անգամ իրանից լսեցի, ասեց ինժեներական քաղաք է կառուցվելու։ Հա, հեսա գրացա, լավ մեծ տարածք է, նայեք, մուտքը ստեղից հա, ես կայանատեղիներն են, օ, հլը մի րոպե ժողովուրդ, մի հատ միտք եկավ մոտս, Դավիթ հնդեղ հեռախոսով խոսում էր, դրա համար դուրս չեկավ, մի հատ գնամ հետը խորհրդակցեմ, կարող է դրոնը հետներս է, մի հատ դրոնով ուղղակի ցույց տանք, կարգին հասկանանք ինչ կա չկա, եթե իհարկե դրոնը թույլ տա, էլի քաղաքում, շատ տեղեր թույլ չի տալի, այո, ստացվեց նկարելը, խոչընդոտ չեղավ, հիմա պտտվում աղությունն է մանգալի, դե, ես մենք գետնից էլ էինք այսքան բան տենում, ահա, սկսեց բարձրանալ, այ հետևեք ինչքան մասնաշենքեր կա, այս գլխավորի հետևը, այնտեղ շինությունները որ երևում է, այդ պոլիտեխնիկին վերաբերվող, ես Ալիսայի մոտ, Ալիսայի հետ տեղ եկանք, էլի IT ոլորտում են աշխատում երեխաները, իրանք ասում էին, սպասում ենք ինժեներականն էլ ավարտվի, որ իրանց հետ համագործակցենք, իրանց գործերը միանանք իրանց գործերին, այս կայանատեղն է, որտեղ մենք ենք կանգնած, ես էլ Արարատի ուղղությամբ էր, իսկ ես մեկը Աթիսարի ուղղությամբ, նայում եք այս կողմը ինչքան կան առանձնատներ,
բոլոր հողը բաժանած է։ Այս մեջտեղը որ երևում է, Բագրևանի խճուղին է։ Երկու կողմն էլ փաստորեն առանձնատներ են ու բավականին խորը։ Հեսա էլի այդ Բագրևանի խճուղին ու այդ առանձնատները տվյալ դեպքում այս կողմին է էլի։ Ու նորից ինժեներական քաղաքը։ Հիմա սկսում ենք իջնելու գործընթացը։ Այս շենքը առջևում նենց գեղեցիկ տերասա է։ Լույս հետաքրքիր կլինի, որ ավարտեն տենանք հենա նայեք ընդեղ էլ է կայանատեղի ու հլը այն կողմն էլ ոնց որ շարունակվում է, որտև դե կայանատեղը իրանցն է, չէ երևի, կարծում եմ, դես էլ է իրանցը, ընդեղ արդեն առանձնատներն են։ Ես մեզ եմ անգալի, եթե մեզ եմ անգալի կթավ։ Ես նենց եմ ինձ պահում, ոնց որ մեջը օթաչու է նստած, չէ։ Ստեղ էլ ասում եմ իջի, չնայած իջացնողը Դավիթն է, հա։ Մի հատ էլ տղա ես այդ լուսանկար ու վերջ։ Դե հույսով եմ ինժիներնի հայրը ոնց է դու։ Ինժեները հայրեն չի։ Հա։ Դու ինժեներ չես։ Ես ինժեներ եմ։ Ինձ համար քաղաք են սարքում պաստորեն։ Ես էլ հայ ժողովրդի համար ստեղ առանձնատներ է սարքել։ Ստեն են ստներ կան մտնես, ոնց են ասում, բարևդ կմոռանաս։ Այնքան գործ ենք արել ստեղ Դավիթ։ Պաստորեն այս մարդկանց շնորհիվ հաղաքի օրինակ Լոնդոն գնացինք։ Տենաս ինչ արժեն, հետ տեղյակ ես Դավիթ։ Ստեղ տները։ Հա։ Միլիոնից ավել։ Դոլար։ Ահա որ գները, հաստատ շատ է թանկացել այս Բագրևանը։ Լավ, ես ստեղ անջատեմ հասկանալի պատճառներով, ես ինչ է։ Դե որոշեց։ Հա, տեխնիկա է գնում։ Ես ասելի Փաշինյանն հասնել է։ Այնտեղ նորքի զանգված, մոլդովական փողոց, բայց այս կողմի վրա մենք մի հատ հետաքրքիր նորակառույցներ տեսանք, ընդ որում Դավիթ ասեց շատ այս բենզակալնկեն հիշում եք արծիվով, Դավիթ ասեց շատ արագ կառուցեցին, հա այս շենքի մասին է խոսքը։ Հա, այնտեղ հանրակացարաններն են, սա հենց հանրակացարանների առջևում է։ Լավ էլ չկանգնեմ, սա պարզ է էլ։ Դու սենց իջի, հա, ուր են գնում ես ճանապարհով։ Ավան։ Ես գերեզմանոցն է, Ավանի, չէ։ Այսօր ինչ-որ դրոնային նկարահանումներ են ստացվում։ Դավիթ, են դեմ դիմաց ոնց որ թե Ավան Արինջն է, հա։ Այո։ Այն կողմերը միտեղ դուրյան թաղամասներ, ես էլ են հուշարձանն է հիշում եք, որ ստեղից միշտ մտնում է Շահինյան փողոց։ Այն էլ դեմը ծառավախտի թաղամասն է։ Երևում։ Բա ոնց։ Դավիթը իր թաղամասը մի անգամից նկատեց։
Դե գնանք Կոմիտաս, Դավիթ։ Մի հատ վաշը միտք ունեմ։ Կարող եմ այդ բիլիարդ խաղանք։ 100 տարի է չեմ խաղացել։ Ինչ ասիր։ Եթե կարես։ Եթե կարամ, հա։ Կարամ, չեմ կարա, տարվողն է փողը տալի։ Հիմա ձախ ենք գնում։ Դե ասա ձախ ինչ փողոց է։ Արած էլ մի նայի Google-ը, դեմը մեծ էկրան է, նայում է ինչ ուզես ասում է։ Այս մեկը Շահինյանն է, ժողովուրդ։ Ես ձեզ առանց Google-ի ասեմ, Խուջակով փողոցն է։ Հեն են ինչ ընկերը, ափսոս չհասցրեցի։ Բայց ինձ թվում է այդ բանը, Դավիթ։ Պաշտպանության նախարարությունն է սարքել իր համար։ Որտեվ շատ մոտիկ էր իրանց։ Մեզ մոտ Գյուրջանի վրա հաստատ գիտեմ այդ զովքից հետո են կողմ։ Սպայերին էին տվել այդ շենքերը։ Կոմիտաս փողոց, ստեղ կանգնեցինք, հեսա ցույց կտամ որտեղ։ Ես մի քանի օր առաջ էի ստեղ այս շենքերի մոտ, հիշում եք այն վերևը, այն մասում զանգակ գրավտուն էր եւ այլն։ Այս շինարարությունը, որ գալիս էինք, Դավիթին ասեցի, ստեղ առևտրի կենտրոն է կառուցվում։ Ասեց ոնց։ Դա այն սկզբում Ավինյանը եկավ, ստեղ մանեկան ցույց տվեցին իրան, ասեց շատ լավ պուրակ առնելու, շատրվաներով եւ այլն։ Դե ասեցի, չգիտեմ, Դավիթ ջան, ես ժողովրդի հետ ռեֆերենդում անցկացրեցի։ Ընդհանուր կարծիքը, որ առևտրի կենտրոնը հաստատ ոչ մեկը չէր կասկածում։ Այսինքն ինչ կա կասկածելու, ինքն էլ տեսակ շենքերը, ասած պուրակ է ալնում, լնայեք, պարզա, որ առևտրի կենտրոն է, նույնիսկ անունը ենթադրվեց, որ հենց Արաբկիր էլ կկոչվի, ոնց որ ընդեղ կհիշեք Արաբկիր ունիվերմակ կար, դե գնացինք, հա։ Իմիջալոց այն վիդեոն եթե տեսել եք կհիշեք, այս շենքի երկրորդ հարկում էր, շատ լավ բիլիարդանոց էր։ Բայց մենք որոշեցինք այգիի մեջ էլ կա բիլիարդանոց, նա էլ վատը չի, ույուտնվի, ու ամենակարևորը առաջի հարկում է։ Գնանք հլտենանք մի բան հիշում եմ այ մարդ այդ բիլիարդից։ Պինգ-պոնգը մի անգամ Բուլղարիայում Արմենի հետ խաղացի, ինքս ինձանից զզվեցի, ոնց էի խաղում։ Այդ այն ժամանակ ես զգում, որ հասակդ մեծացել է, էլի։ Այս ինչ շատ շներ են։ Ես էլ ուզում էի այս այգին գովեի, լավն է սիրում եմ այս այգին։ Աստեղ էլ են, հա, կաֆեները երևի վերացնում մանրից։ Կոմիտաս կաֆե։ Էլ մեկը հիշում եք էլ մի շենքը։ Մանկական ռեստորան էր ծնունդների, բանի երեխաների։ Այս Դավիթը ուր գնաց, երևի ներս է գնաց։ Այ հենա, Վահագն Դավթյանի արձանը, ու այգին էլ իր անունով է կոչվում, ի դեպ։
Էսել մեր իդեպը Դավիթը ամենասկզբում Դավիթը իդեպ հաղորդում էր վարում արում Այն վաղտ իդեպ էին ասում, հետո փոխվեց դարավ չէին սպասում Ես չենք նավացուր, հա բիլարդանոցը Ես հա բիլարդանոցը Դու նստի ես մի 10 րոպեից կգամ, կլնի? 10 րոպեից արդեն կգնամ Չէ, հա 3-ին 15 դա պատահ 4-15 չենք վերցնում 90-ին 4-5 վերցնենք ավելի լավ, հա? Ես գնամ այդ ժամանակ հացը բանը արդեն Դավայ, Դավիթ ջան Դե կզանգվենք ստեղ մուտքի մոտ, հա? 10 րոպեից արում Հա, 10 րոպեից կլնեմ մուտքի մոտ Մենք քանի որ մենակ լավաշ ենք ուտում Իս ես մենակ չոր լավաշ Երեխեքը որ գալիս են հետները հացը բերում են էլի Հա, մեկ էլ կոկա-կոլա Այս ինչեր է Այսինքն Տակիր ես Ոնց որ հին գերեզման չէ, տես տպավորություն չի ձեր մոտ Չայլն ես խոյ է հիշացնում Լավ հիշեմ էտ էլ հարցնեմ տղաներին, եթե իմանան Արեզ Շատ ներողություն էլի, մի հատ հարց կարող է իմանալ, ես ինչ է Կաֆե, ռեստորան Չէ, ես Ատոր է, տնես նստից վերեք Ուղղակի աթորա, թե ինչ թվաց հին գերեզմանակար է ինչ հատ, չէ։ Կոմն է կա, դրած է, տեսնա աթորներ է նստել։ Հա, ուղղակի աթոր։ Հա, աթոր է, պես։ Հա։ Հենվին էլի։ Գերեզմանակար Պարվում ա վրեն։ Չէ, դամբարան, մանբարան չէ։ Ես մտածեցի են խոյ է, տենց Հաշի կարող է Նախնադարյան ինչ-որ։ Չէ, նստելու համար։ Չէ, շնորհակալ։ Կամերա է, հա, չէ։ Հա, կամերա։ Մեզ է նկարել ողջը, բայց նախանը բաղ Չէ, պաստորեն իմ ֆանտազիաներն էր։ Այգին արթնանում է։ Ես էլ Վիգեն Ավետիսի գործը առույցներով ծովինարը ու գրկին Սանասարն ու Բաղդասարը Հեսա հավեսա երբ որ շատրվանը աշխատում է իհարկե հետո ես մի օր շատ մանրամասն բոլոր կետերից ցույց տվեցի էլ ինձ հետաքրքիր չի ճիշտ ասած նույն գործը նորից անել այնտեղ քաղաքապետարանն է փաստորեն Արաբկիրի ես մեկն է պարսկական դեսպանատունն է այնտեղ մի հատ փողոց կա մի անգամ Էլի մտանք, մանրամասնը թաղերը նայեցինք
Բայց ջուրը ցածր է շատ խմելու համար, երեխաների համար է հարմար իհարկե։ Ինչ լավ ջուր էր։ Թե որ այդքան շոկ չի, չգիտեմ, շատ լավն էր։ Այս այն եղանակն է, որ արևի տակ շատ հաճելի է, կարելի է երկար նստել։ Չես շոքում։ Այս էլ մանկական հրապարակը իրանց։ Սոսկալի սիրում է ես կաչելիները փոքր ժամանակ դες էլ են հակակոնստրուկցիոն շենքը այնտեղից հյուսիսային ճառագայթն է երևում փողոցը որ երկու կողմերը առանձնատներ էին Դել մեծահասակների խաղահրապարակն է Այս է խաղահրապարակը մեծահասակների Genelde mangel. Boş dokana göre. Այսել Վահագն Դավթյանը Սարոյանը մի անգամ հեռուստացույցով հարցազրույց էր լավ իրաձենով ասաց իմ ընկեր Վահագն Դավթյանը խնդրեմ այ արձանի հետևի մասում սենց ցուցանակ հայտնաբերեցի չգիտեմ երևում է թե չէ հովանավորներ Վահագն և Հասմիկ Հովնանյաններ և 2010 քանդակագործ Լևոն Թոքմաջյան այո Լևոն Թոքմաջյանն է հեղինակը Այս սենց ծառուղի է այնտեղ մի հատ էլ արձան կար հիշացնեմ ուղղակի շատ եմ ցույց տվել հայր մայրերին Լենինգրադի բլոկադայից փախցրած երեխաներին որ պահել են ստեղ մեզ մոտ հուշարձանը այդ մայրերին էր Եթե չեմ սխալվում, շնորհակալ Լենինգրադի կողմից էր պատվիրած Ես մեկը համաձայն եմ չէ, բայց 3 տեղանոց է այմարդ հեսա տեղերը հարած է
Ուղղակի այն մեկը ինչ-որ այդ քարը շատ հին տենց կյանք տեսած տեսք ուներ։ Սկսեցինք։ Լավ, խայտառակվա 7-1 օգուտ Դավիթին, բայց վերջինը պատվերով է, լավ ես խփեմ, պատվերը, դուպլետ սիրիցինա, դավայ, հետո Դավիթ, բավեր մտներ, как жаль, очень жаль, ես երստե դերեց մեծ զզվելի տեղ, պատվեր, դժվար է, հասա, свой угол, ես ուգել, լավ պրծանք, чужой угол, այս պարժը, դավայ, Դե կամերը կիտակ դժվար Եվ հատուկ եմ նկարում, Чужой угол, նույնի կատարմամբ, հենա, լսում ենք ձեզ, свой սիրիցինա, ուգլ, ուգլ, չեղավ, ես շուտվա ինձ պետի նկարեք ու խպել այ մարդ, 7-ած հասցրեցի, տանջիր Դավիթ ուշանալու, սվոյ ուգլ, հա, արժը, շատ է, որ չնկարը շուտ կրսնիկ, եղավ, բան չեր մնում, հա, на публику трудно, ծաները, տանջելա հաներ, чужой угол, այ, շատ արագ գնում էր խաղը մինչև նկարանումները, նկարեմ չկչի այ մարդ, 7-2 դարավ, ես ընթացքում, ես մի հատ կծեցի, свой սիրիցինա, դավայ, այո, որցի գնանք այդտեղը, սենց ուտի կրեմ, հա, կրի, ասում ես կկցես, հելը սպասի, մի րոպե սպասի, գնամ ընդեղից նկարեմ, այս հենց իրավիճակ է ժողովուրդ, պատկերացնում եք ինչ խայտառակություն կլինի, որ չկցի, քցի, դրա համար ես չէ նկարում, նավսինգ սկուլն ես միացվել, Օպա, ապրես Դավիթ ջան, ձերքդ, շնորհակալություն շատ, ձեզ նույնպես շնորհակալություն, դե դու երկար ժամանակը չես խաղացել, երկար են խոսքը չի, գոնե ամիսը մեկ խաղում եմ, գնացինք, հաճելի տեղ էր, շատ լավ երաժշտություն էր, մի 6 տարի առաջ էր էլի, չէ՞։ Հա, այս կողմն էլ սրճարան է, այս իրանց մոտից է, ստեղ մուտքը է սրճարան, թե սա ուրիշ է։ չէ, սա ուրիշ է, բայց սրճարանի տակն էլ դիշնելու տեղ կա, այնտեղ VIP զալն է, բիլիարդ կա, մեծ սեղան, դες նարդի, բլոտ, բան, սառնարան, մինի բարով, այդ աստիճանների տակ։ Մոնտե Կարլո է մեր խոսքը աստիճանների տակ, ժողովուրդ։ Ասենքով ես գնաց նկարես մուտքը եթե տեղ։ Ուշ չի։ Հա, այսքան պետք է պատտվենք։ Այո։ Ես հիմա բացա VIP-ին։ Չէ, փագա։ Սա երեկոյան ժամերին է, հա։ Եկան պետք է ասել բացեն, վիպա всё-таки։ Հա։ Վիպա Հավայի բաց չի լինում։
Այս կաֆեն է։ Այս առանձին կաֆե է։ Դե մուտք ունեն իրանք ներսից, բայց այս մուտքը դրսից։ Ոնց որ հարևանների մոտ գնալ գալ կա մի խոսքով իրար։ Մի մարդուն։ Ախ մի մարդուն։ Արժե։ Ինչ նստել։ Հեսա ցույց կտա, մոռացա ես ներսը հարցնեմ, էս չէ։ Ջունա։ Իսկ ինչ կնշանակի զարգացման կենտրոն։ Երեխեքին դասեր են տալի։ Սա ես կարծում եմ վարձակալում են։ Դժվար սենց մարդիկ ստեղ կարանային տենց կառույց։ Դավս մի հատ էլ թող հանելուկ մնա։ Չէ, աշխատողին էլ չգիտեր։ Բայց սա հանկարծակի քար չի ինձ թվում է, սյոտեկի։ Դե գնացինք լավ։ Սաղ իմացանք, սաղ տեսանք։ Մի հատ իմացածներս իմի բերենք, այս բիլիարդանոցն է, այն ինչ սրբիչներ են, Դավիթ։ Կաղա վարսավիրանոց էլ կա։ Խոհանոցի աշխատողներն։ Սրբիչները։ Խոհանոցն է։ Այս բիլիարդանոցն է, են էլ են սրճարաններ, ու ընդեղից էլ մուտքեր դեպի VIP ուրա։ Ես էլ Պրագա ռեստորանը ժողովուրդ ջան։ Արաբկիր հյուրանոց։ Վայ կներեք։ Արաբկիր հյուրանոց, իսկ ռեստորանը կոչվում էր Պրահա։ Իմիջալոց։ Վայ հայերեն Պրագա է, դե Պրահա չի։ Պրագա։ Ժամանակին սա մեկը նվիրել էր մեկին, իր բարեկամին ծանոթին ընկերոջը, բայց նա այնքան լավ մարդ էր, որ ինքն էլ իր հերթին նվիրեց փախստականներին Սումգայիթից, Բաքվից, տենց էլ մնացին, չէ՞ այդ մարդիկ ստեղ։ Մեր հիմնարկի մոտ էլ է տենց։ Մնացին ստեղ այդ ժողովուրդը։ Ես իմիջալից վերջերս իմացա, որ Ամերիկան էր ահագին մեծ ծրագրով օգնել Սումգայիթի ջարդերից հետո փողեր էր բանարել, որ այդ մարդիկ եթե ցանկանում են գնան Ամերիկա։ Գիտեիր։ Ոնց որ ահագին մարդ գնացել է էլի այդ ժամանակ։ Ֆինանսավորել են։ Այսինքն Քոչար փողոցի վրա ենք, ստեղ միտեղ Ռիոմոլ անցանք, չէ՞ ոնց որ։ Այս Փափազյանն է, չէ՞ դու։ Փափազյան փողոցը։ Անայտի նման է ասում։ Այո։ Դեռ միտեղ Ռիոմոլն է։ Դե միտեղ որն է սա էլի։ Քեզ է, սարցուստուս։ Գնանք ինեսային էլ վերցնենք, Արմենը իմացանք իրա խոդով է գալու, որտեղ 15-ին է պրծնում։ Այսը հարիոն այ մարդ ինչ է վերազում, ցույց տա էլի հանգիստ։ Այս շենքը տեսնում եք, սրա մյուս կողմը Սունդուկյան փողոցն էր, որը արևոտ էր չկարացա նկարեմ։ Հանդեղ Դավիթը շատ զարմացած էր, մի հատ դպրոց կա այն կողմը, բայց այս շենքի հետևը մի հատ էլ են դպրոց սարքում։ Զարմացած է, որ բարձրարկ չեն սարքում, էլի։ Ոչ էլ ինչ-որ մեկը սենց կառույց հանում։ Ու դպրոցը Մուշեղ Գալշոյանի անվան։ Հիշում եք, չէ՞, Մասիվում էլ կար փողոց Գալշոյան, որ մտնում էր Միկոյան, հետո այն կողմից էր մտնում։ Եկեղեցի որ գնում էինք։
Այնտեղ էլ քոչարն է, 90-ն էլ հսա կգա որ է։ Մուզա։ Բայց հայերեն մուսա է, չէ՞։ Հա, գեղեցկության սրահը։ Այդ կարելի է։ Այս պոլիկլինիկայի շենքն է։ Ստեղ եղել ենք, հիշում եք։ Մեր Պաջեզդեն կոդով բանալին կորցրել է, եկա պատվիրեցի։ Այդ մարդու հետ զրուցեցինք, լավ մարդ էր։ Այս էլ բակերը։ Ինեսան երևի լիֆտին է սպասում երկրար։ Դա չէ դուրս էր գալի։ Այդ լիֆտերը որ կան ոչ մի հաստատ չես կարա ասես էլի։ Չէ, Ինեսան չի։ Вообще որ գալիս են մեր տուն Ինեսան է քշում մեքենան։ Բայց հիմա Դավիթը ասում է չէ։ Քանի որ ես կողքն եմ կարող է ասում է հուզվի ու լավ չքշի։ Ու օրինակ բերեց, որ ինքը երբ որ նկարում եմ վատա խփում։ Կարող է ու ճիշտ է։ Դե հայրի ինքն է։ Ողջույն։ Բա ուր է շնիկը։ Տունը։ Հայ, այս ճուլպանները տատիկի համար, հա, շատ հուզիչ է։ Ամանն էլ։ Ինուս, ստեղ խաղում ես դու։ Իսկ խաղացել ես փոքր վաղտ։ Հա, հենց ստեղ էր, թե ուրիշ տեղ էր։ Ստեղել են կողմն են։ Բա այս խի է փակ հիմա։ Որտեվ ռեմոնտ էին անում ինձ չի։ Հա։ Փակել է շուտ։ Գնացինք։ Քոչար փողոցով գնում ենք հետ։ Դե լավ հայր, ինձ թվում է Ինուս ջան, Դավիթ ջան։ Հրաժեշտ տանք էլի, չէ՞։ Ու հանգիստ զրուցելով գնանք։ Բա երեկոյան չես նկարելու տեսարանը, պատուհանին։ Դե եթե հանկարծ նենց խփող տեսարան ելնի կնկարեմ։ Լավ մնաք։ Ստեսություն ձեզ։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Հա, այս սենց է գնում, տենում եք, Դավիթը առաջադեմ ճանապարհներով է գնում։ Ես եմ, որ հին ինչ գիտեմ, ոչ մի նոր բան չեմ սովորում։ Լավ մնաք։ Հա, Սարալանջի պետք է դուրս գանք։ Այս Ավետիսյանն է, չէ՞, Ավետիսյան փողոցն է։ Հապազանն Հա, էլի, հատողը Ավետիսյան, թե Ավետիսյան, ոնց է ճիշտ Դավիթ։ Ավետիսյան։ Մեր ժամանակ Ավետիսյան էր ինքը։ Հետո ինչը կամաց փոխվեց դառավ։ Դե դու ինչ ծնվել ես կարող է, բայց հա, ինը։ Ճիշտ է հիման է իհարկե, ինս է։ Այն վաղտում էր պետք ինչ է։ Օրինակ իմացանք, որ Մաշտոց պողոտան առաջին չէր ինս, գիտես։ Հա։ Լենինի պողոտան։ Պրես, իսկ դրանից առաջ։ Դավիթ գիտես։ Լենինից առաջ կյանք եղել, հա։ Այո։ Լենինից առաջ Ստալինի պողոտը էր։ Ստալինից առաջ Նիկոլայի չէ։ Ցարսկայը։ Չէ։ Ցարսկին վանն էր։ Հաբովյան։ Հարամի փողոցն էր։ Հաբովյանը Աստաֆյանն էր, էլի, չէ՞։ Դե մինչև այդ ինչեր չգիտեմ։ Այս Սարավանջիով են գնում ժողովուրդ։ Մաշտոցը կոչվում էր Արմյանսկայը։ Այդ քո ասած Նիկոլի վաղտ։ Երկու Նիկոլ է եղել մեր պատմության մեջ, հա, փաստորեն Հայաստանի։ Լավ։ Այդքան ասեցի Սվերլովն է Բեյբութով էր, ինչ գիտեմ ասում, ուրիշ բան չգիտեմ։ Միշտ առողջ եւ խաղաղ երկինք։
Լավ մնացեք։ Հետևելու եմ։ Ժամը 7-ն է, ինչ-որ սուպեր մայրամուտ չի, ճիշտ ասած։ Մշուշապատը, Արագածը, Արարատը, Զատո ստեղ խորոված են անում։ Հոտը լսվում է ստեղի մոտ։ Դրա համար եմ համոզված, որ խորոված է։ Լավ մնաք ժողովուրդ ջան։ 12 աստիճան է հիմա Երևանում։ Ինչ վաղ